դուրս եմ գալի, հենց դուրս եմ եկել, աղբերս զանգել ինձի, ասում եմ, պայթուն ա եղել, տենց ավելի շատ ցավի ազդեցության տակ չէր խոսում, որ պանիկայի ազդեցության տակ է էլի ավելի շատ։ Պասալ պայթել անդեվան, ասում գիտեմ էլ ընդ եմ ես, լավ ես, ասում ոչինչ նորմալ, շատ ես վարվել, ասում ահա, հետա վերջի անգամ այդ վաղտ եմ խոսացել, տենց հետո վերտալյոտով բերելու ընթացքում մահացել աղբերս։ Արցախ առանց գտնելու դուրս ենք եկել, որովհետև արդեն Ստեփանակերտում մարդ չկար։ Եվ ասացին, որ անիմաստ է մեր այնտեղ մնալը, որովհետև ավելի լավ է գայինք Երևան ու Երևանում հիվանդանոցներում փորձեինք փնտրել, որովհետև ասել են, որ ահագին մարդիկ կան, որոնք անգիտակից վիճակում էին, նույնականացված չէր նրանց, չգիտեին ովքեր են նրանք։ Եվ այդպես եկանք Գորիս, հաջորդ օրը եկանք Երևան ու լսեցինք, որ թեժգիծ է գործում։ Օդանավակայանից տեղափոխեցին Սիսիան, ռուսների ուղղաթիռներով, դեից էլ արդեն հայկական ինքնաթիռներով Երևան։